Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով 3 ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի, այնուհետև ճեպազրույցի ժամանակ Հայկ Սարգսյանի հայտարարությունները սկսել են անհանգստացնել քաղաքացիական պայմանագրի վերնախավին։ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին, այնուհետև Սուրեն Պապիկյանին բանակում առկա խնդիրների մասին բարձրաձայնելով։ Նրա հայտարարությունները թերթի տեղեկություններով դուրս են եկել ներկուսակցական ընդունված սահմաններից եւ դարձել են քննարկման առարկա իշխանության տարբեր մակարդակներում։ Սարգսյանն անուղղակի մեղադրեց նաև Ալեն Սիմոնյանին իր նախագծերի տապալման համար։ Այսինքն վարչապետը Հայկ Սարգսյանն սատարում է, բայց Ալեն Սիմոնյանին չի պատժում։ Այս թեմայով խմբակցությունը բաժանվել է մի քանի խմբերի։ Մի խումբը նրանք են, ովքեր ներքին քննարկումներում պաշտպանում են Սարգսյանին, մի հատվածի կարծիքով չպետք էր այս նախընտրական փուլում Հայկ Սարգսյանը նման սկանդալային հայտարարություններով հանդես գար։ Մի մասն էլ համարում է, որ պետք է Քոչարյանն ու Սիմոնյանը պատժվեն ներկուսակցական ինտրիգների համար։ Գրում է թերթը։ Իրավունք թերթը գրում է. Արցախը եւ կաթողիկոսին ուրացած Արցախի երբեմնի թեմի առաջնորդ Վրդանե Սրբազանը մտերիմ շրջապատում անկեղծացել է, որ չի բացառվում առաջիկայում կաթողիկոսի հետ հանդիպում խնդրի ու փորձին ներում ստանալ։ Թերթի տեղեկություններով Փաշինյանի միացած հոգևորականները դեռ հիմնականում սպասողական վիճակում են, մտածում են մի կերպ ժամանակ շահեն մինչև այս ընտրությունների վերջը, որից հետո կհասկանան անելիքները։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. Շաբաթ օրը քաղաքացիական պայմանագրի էլիտան Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մասնակցեց ձատկական պատարագին, փորձելով ցույց տալ, թե իբր հավատացյալ են իրենց կռիվը ոչ թե եկեղեցու հոգևոր արժեքների դեմ է, այլ առանձին հոգևորականների։ Թերթի աղբյուրներն ասում են, եթե տարին չլիներ նախընտրական, ապա Փաշինյանը նախորդ տարիների նման այս տարի էլ կմերժեր ձատկական պատարագը։ Այդ օրը նաև միջադեպ գրանցվեց, որը թեպետ աննկատ անցավ, բայց թերթի տեղեկություններով իշխանությունն իրավապահ մարմինների միջոցով ողջ ռեսուրսը մոբիլիզացրել է հայտնաբերելու այն քաղաքացուն, որը պատարագ մատուցող Անուշավան Դանիելյանի հասցեին եկեղեցու բակում գոռաց «Ամոթ տիրադավ»։ Նա այն 10 եպիսկոպոսներից է, որն անցել էր Փաշինյանի կողմը, ընդդեմ կաթողիկոսի։ Բանն այն է, որ ոչ լրատվամիջոցները, ոչ էլ Փաշինյանին լուսաբանող օպերատորները չեն ֆիքսել խիզախ քաղաքացու դեմքը, եւ հիմա թերթի տեղեկություններով արդեն քանի օր է իրավապահները փորձում են տարբեր խմբագրություններից պարզել, նկարել են այդ համարձակ մարդուն եւ կտրամադրեն իրենց կադրեր։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. Շաբաթ օրը մարզահամերգային համալիրում վարչաբենդի եւ մի քանի երաժշտական խմբերի մասնակցությամբ համերգը նախորդից մի քանի դրվագով տարբերվել է։ Նախ ջանք չեն խնայել, մարզերից են համակիրներ բերել, ինչպես նաեւ պետապարատի աշխատողներին, ում կարողացել են պարտադրել են, անգամ նրանց հարազատներին, ծնողներին։ Սրանով էր պայմանավորված այն, որ համերգասրահում քիչ չէին տարեցները, նպատակ էին դրել ցույց տալ, որ կարողանում են մեծ դահլիճ լցնել։ Բայց ի տարբերություն նախորդի, այս անգամ ավելի քիչ ԿՊԱ-կաններ են մասնակցել։ Էլիտան պակասել է, եթե չասենք հաշված ԿՊԱ-կաններ են ներկա եղել։ Մասնակիցները նաև անչափ նեղվել են այն փաստից, որ համերգի ընթացքում ամեն ինչ վճարովի է եղել, մինչդեռ նախորդ անգամ ջուրն անվճար են բաժանել, փոխարենը քաղաքացիական պայմանագրի սրտիկի լոգոյով քաղցրամենիք են տվել մասնակիցներին։ Գրում է թերթը։ Իրավունք թերթի տեղեկություններով Իրանում ստեղծված իրավիճակի ֆոնին գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի որոշակի դրսևորումները իսրայելական ուղղությամբ մոսկովյան շրջանակներում ստացել են մտահոգիչ երանգներ։ Ըստ այդմ եկել է մեսիջներ կասկածների տեսքով։ Այս համատեքստում էլ վերջնական որոշում է կայացվել, որ պետք չէ Հայաստանի առաջին նախագահ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ որևէ համագործակցության գնալ։ Գրում է թերթը։